Հայկական ֆուտբոլը իր պատմության վատագույն ժամանակներն է ապրում։ Չլատված համակարգ, քաոս, կոնֆլիկտներ, օդում մնացած բազում չլուծված հարցեր, տխուր հեռանկար, կարճ ասած առավելագույնս բացասական պատկեր։ Այն տեսանյութը, որը պետք է ներկայացնենք այսօր, ի սկզբանե այլ ֆորմատով պետք է լիներ։ Ուզում էինք խորանալ Վրաստանի հետ դիմակայության մարտավարական ասպեկտներից, նոր մարզիչի ձեռագրից, նրա որոշումներից, խաղային գործոններից, սակայն այն կատարյալ ֆիասկոն, որը օրեր առաջ եղավ, ստիպեց մեզ վերանայել հոլովակի սցենարային ձևաբանությունը եւ շարժվել այլ կրիտերիաներով։ Այսօրվա տեսանյութը կլինի եւ ռացիոնալ, եւ հուզական, եւ հարցերի որոշակի պատասխաններ տվող։ Հարկավոր է հասկանալ ինչու այսպես եղավ, ով է մեղավոր այս ամենի համար եւ ինչ անենք, որ դուրս գանք այս անդունդից։ Այլևս ընկնելու տեղ չկա։ Եկել է ժամանակը ասել ամենը այնպես ինչպես կա։ Համբերեցինք, բայց այլևս լռել չենք կարող։ Մենք հիմա մի այնպիսի հարց ենք ուզում քննենք, կամ ուսումնասիրենք, ինչին որ կողմից էլ նայես, վերջում գալու ես նույն պատասխանին հանգես։ Ուզես չուզես, հավատաս չհավատաս, կա ռեալ մեկ մեղավոր։ Այո, հենց մեկ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Ու այնպես էլ չէ, որ հիմա Ամերիկա բացահայտեցի։ 2019 թվականից սկսած մենք միայն խոստումներ ենք լսում, խոստումանի հետևից։ Արդյունքում 0 ռեզուլտատ։ Չէ, 0 չէ, արդեն դեպի մինուսին գնացող։ Սակայն այս մասին այսօր դեռ խոսել կհասցնենք։ Հիմա երկու բառով ուզում եմ անդրադառնալ Վրաստանի հետ դիմակայությունում եղած իրեն հավասար չունեցող տապալումից։ Ջոն Վանսխիփ, կարող եմ հասկանալ ինչ արժեքների համար է այս մարդը նշանակվել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Խնդրում եմ բացատրեք ինձ, ես չեմ հասկանում։ Վանսխիփը ինքն էլ կողմնորոշված չէ, մենեջեր է թե մարզիչ։ Երբ նրան առաջարկում էիք զբաղեցնել մեր գլխավոր մարզչի պաշտոնը, դուք ընդհանրապես տեսել էիք, ինչ արդյունքներ էր նա գրանցել այն ժամանակահատվածում, երբ Հունաստանի ընտրանուն էր մարզում։ Տեսել էիք, հարց եմ տալիս։ Եթե այո, տեսել էիք ու բերել եք, ուրեմն դուք առնվազն ոչ կոմպետենտ եք։ Իսկ եթե չեք տեսել ու բերել եք, ուրեմն էլի դուք եւ կոմպետենտություն հասկացողությունը լրիվությամբ հակասում եք իրար։ Միայն թե չասեք բերել ենք նրա համար, որովհետեւ Վանսխիփը ճգնաժամային իրավիճակները լավ է կառավարում։ Ճգնաժամը եկել է ձեզնից, իսկ մեզ պետք չեն մարքետոլոգներ։ Մեզ մարզիչ է հարկավոր։ Մարդը եկած չեկած, Հրանտ Լեոն Ռանոսին հեռացնում է հավաքականից։ Ես Ռանոսին չեմ արդարացնում ամենևին, սակայն հարգելի Վանսխիփ, ինչ է նշանակում, քանի ես այստեղ եմ։ Ռանոսին հավաքականում չեք տեսնի։ Ով է նման իրավունք տվել ձեզ մեր ազգային հավաքականից հեռացնել մի խաղացողի, ում կարիքը ունենք օդի ու ջրի պես, ով միշտ հանդես է եկել նվիրված, ու ի տարբերություն շատ այլ դրսից եկած հայ ֆուտբոլիստների, իր հայկականությունը ընդգծել է ամենտեղ։ Ու սա խոսում է մի տղայից, ով առաջին անգամ այցելել է Հայաստան ընդամենը 2 տարի առաջ։ Հրանտը ուզեցել է ստանալ իրեն մտահոգող հարցերի պատասխաններ, իսկ դուք նրան վռնդել եք հավաքականից։ Ու սա այն դեպքում հարգելի հոլանդացի մարզիչ, որ դուք ինքներդ այս հավաքականում վաստակ չունեք։ Կոպիտ ասած, ոչինչ չունեք արած այս հավաքականի համար։ Դե ինչ անես։ Մարդը եկել է, տեսել է, որ քաոսային վիճակ է հայկական ֆուտբոլում, օգտվել է ֆեդերացիայի կողմից եկող ամենաթողությունից եւ սեփական էգոն բավարարելու համար ազգային հավաքականի կարևոր մասնիկներից մեկին հեռացրել է գլխավոր թիմի ճամբարից։ Փոքր դրվագ, որը շատ բանի մասին է խոսում։ Կամ ուրիշ բան ասեմ, հարգելի պարոն Մելիքբեկյան, դուք պնդում եք տարիներ առաջ, որ հայկական ֆուտբոլի համար լավագույն տարբերակը իսպանական ֆուտբոլի մոդելն է։ Այն, որ Մելենդեսներին բերեցիք ու ցախողվեցիք, դա դեռ մի կողմ եմ դնում։ Հենց այդ этаպում դուք մատնանշում էիք, որ եկեք իսպանական ֆուտբոլի մոդելը կիրառենք, իսկ հոլանդականը համապատասխան չէ մեզ։ Բա լավ, այդ ինչպես եղավ, որ այն մարդը, ով այս տարբերակին էր հակված, հիմա հանկարծ որոշեց, որ հավաքականը պետք է մարզի հոլանդացի։ Եթե այդպես է, ուրեմն իսկական տղամարդու պես կանգնեք ու խոստովանեք, որ ժողովուրդ ջան, գիտեք ինչ կա։ Մենք այն ժամանակ սխալվել էինք, երբ մեզ թվացել էր, որ իսպանականը հոլանդականի համեմատ ավելի համապատասխան է մեզ։ Դրա համար հոլանդացի ենք բերում։ 1000 կներեք մեզ, սակայն դուք նույնիսկ սա չարեցիք։ Ես հասկանում եմ, որ գլխավոր մարզիչը չէր կարող 2 օրում ինչ որ սիստեմա մշակեր, ձեռագիր ցույց տար, մարտավարական էվոլյուցիաներ աներ, բայց սրա հետ մեկտեղ չեմ կարող հասկանալ այն, թե ինչպես կարող է մարզիչը այդ նույն 2 օրում մրցակիցներին դիմադրելու ամենատարրական ձևաբանությունը քանդեր։ Վրաստանը մեր դարպասը 9 գնդակ ուղարկեց, բոլոր 9 գոլը անխտիր, խարխլված սիստեմայի արդյունք էր։ Նման կերպ մեր ֆուտբոլիստները չեն խաղացել երբեք։ Նույնիսկ իրենց ամենավատ խաղերում մենք չենք տեսել նման տարրական սխալներ։ Մեր տղաները ֆուտբոլ խաղալ գիտեն, բայց կոնկրետ այս դիմակայություններում երեխաներ լինեին կարծես, առաջին անգամ խաղադաշտ դուրս եկած։ Այսինքն ինչ է ստացվում, որևէ նոր որոշումներ չտեսանք ու սրան գումարած, հաշված օրերում նաև հինը քանդվեց։ Հավաքականը պարզապես կտրված էր խաղից։ Մարտավարություն բառը մեզ մոտ ուղղակի ջնջված էր։ Պրեսինգ ընդհանրապես չկար։
Մատության սխալները կատաստրոֆա արձանագրող սլաքի վրա էին դրված։ Մեզ մոտ բառից բուն իմաստով դասավորություն չկար։ Տպավորություն էր, որ երկու տարբեր մոլորակների թիմեր են խաղում՝ գեգեմոն եւ աութսայդեր աֆիշով, իսկ դե փոխանցումների խայտարակ խոտանից, էլ չխոսեմ ընդհանրապես։ Դրա համար էլ վրացիները մեզ խփում էին գոլեր ցանկացած ճաշակի ու ցանկացած նախասիրության։ Մերոնք նույնիսկ էապես վազել չէին ուզում։ Դիմադրություն գոյություն չուներ։ Բացեք ու վրացիների գոլերը նորից նայեք։ Բակային ֆուտբոլը կհիշեք։ Կարող էր ավելի վատ լիներ։ Նրանք դեռ խնայեցին մեզ։ Վրացիները մեզ չջախջախեցին։ Մենք ինքներս ենք ինքնաոչնչացմամբ զբաղված։ Այո, ֆուտբոլիստներից էլ եղան մարդիկ, ովքեր հիասթափեցրին մեզ։ Օրինակ նույն Իվուն, ում մենք միշտ գովել ենք ջանասիրաբար, բայց նա այս երկու խաղերում իրեն նման չէր։ Ու սա դեռ շատ մեղմ է ասված։ Խոսքս ուղղում եմ մեր բոլոր խաղացողներին, սակայն նատուրալիզացվածներին հատկապես։ Ու եթե խոսում ենք Իվուից, ապա ուղիղ հենց նրան։ Եղբայր, եթե այսպես պետք է խաղաս, կոմֆորտի զոնայից դուրս չգաս, արխային լինես քո տեղի համար, բերել մի արի հավաքական։ Թող քո փոխարեն հայ ֆուտբոլիստները հանդես գան, փորձ հավաքեն, աճ գրանցեն, ստեղծեն հեռանկար։ Մենք է շատ հարգում ենք ու կարևորում, բայց պետք է մոտեցումներդ վերանայես։ Այն, որ Վրաստանը կարգով որոշակիորեն ավելի բարձր է մեզնից, սա անխոս։ Այն, որ նրանք ունեն սիստեմ, իսկ մենք ոչ, սա էլ է փաստ։ Բայց եւ այնպես նման խայտարակ տապալման պատճառները լրիվ ուրիշ տեղ են թաքնված։ Պատճառներից մեկի մասին արդեն խոսվեց։ Գլխավոր մարշի ուշացված նշանակումը եւ կոնկրետ վանսխիպ մասնագետի առկայությունը։ Սակայն կա նաեւ երկրորդ պատճառ, որն ավելի խորն է առաջինից, ավելի գլոբալ է եւ տարածվում է քաղցկեղի պես։ Խոսում եմ ահա թե ինչից։ Պատկերացրու մի պահ, որ դու հավաքականի ֆուտբոլիստ ես։ Ազգային ընտրանու ճամբար ես գալիս ու հետեւյալ բարդակն ես տեսնում։ Ֆեդերացիա, որը ունակ չէ տալ հարցերի լուծում, երկրպագուներին է ճնշում, իր խոսքի տերը լինել չի կարողանում, հավաքականի ֆուտբոլիստերին պաշտպանել չի ուզում։ Տեսնում ես ինչ-որ պոպուլիստական իրավիճակներ, որ խոսում են լեգենդար Ռաուլից, ու մեկ էլ հոп ստանում ես Վանսխիպ անունով մարզիչ, թե բա Այաքսն է գլխավորել չիմացաք։ Այդ մարզիչը գալիս է ու ոչինչ չի կարողանում բացատրել քեզ։ Նա խոսում է, դու իրեն չես հասկանում։ Ներքին խոհանոցը լավ վիճակում չէ, խաղացողները խմբերի են բաժանված, արտասահմանից եկածները իրենց համար, այստեղ ծնվածները իրենց համար։ Կարճ ասած, այս անառողջ մթնոլորտը տեսնելով, դու որ հավաքականի ֆուտբոլիստ ես, քո ենթագիտակցության մեջ այն գաղափարն է նստում, այստեղ թույլատրված է ամեն ինչ, ամենաթողություն է տիրում, որևէ մեկը իր արածների համար պատասխան չի տալիս։ Բա ինչու պետք է պատասխան տամ ես։ Հասկանում եք, հոգեբանություն է սա, նույնիսկ բնազդ ինչ-որ միտեղ։ Այսինքն ոնց այսպես էլ էր հա կարելի։ Բա շուտ ասեիք, ֆուտբոլիստներն են մարդ, ռոբոտ չեն, եւ կամա թե ակամա ուզես թե չուզես, այդ ամենաթողության գայթակղությունը նրանց էլ է հյուր գալիս։ Ֆեդերացիայի նախկին նախագահի օրոք, այո, գոյություն ունեին բազում թերի եւ անարդար երևույթներ, սակայն տղամարդկային ինչ-որ ներքին պատասխանատվություն կար։ Եթե ասել ես պետք է անես, ու դու այդ ժամանակ շատ լավ գիտեիր, որ քո արածների համար պետք է պատասխան տաս, որովհետեւ հարցնելու են ու շատ վատ ձևով են հարցնելու։ Իսկ ներկայիս ֆեդերացիայի նախագահի օրոք չկա վախի եւ պատասխանատվության զգացում։ Կարող ես անել այն, ինչ ուզում ես, ու դրա համար պատասխանատվության չենթարկվես։ Իսկ գիտեք ինչու։ Որովհետեւ այդպես անում են հենց իրենք։ Այստեղ խոստանում, այնտեղ մոռանում, այստեղ հաստատում, այնտեղ հերքում, ու որևէ մեկը իր արածների համար պատասխան չի տալիս։ Ու այսպես հայկական ֆուտբոլ խորտակվող նավը մանրից ծովի ընդհատակ է իջնում։ Եվ երբ այս ամենը իմի ես բերում, հաշվի առնելով, որ ոչ սիստեմ կա, ոչ էլ տղամարդկային չգրված արժեքավորենքներ, ներեցեք, եթե հայերենում նման բառ չկա, ապա այդ պարագայում մի բան է մնում, որ ֆուտբոլիստերը խաղան հանուն հայրենիքի, հանուն դրոշի, չգիտեմ հանուն մեզ բոլորիս, ու ինչպես Արտուրն ու Հայկոն են նկատում ֆուտ արենաները պատրաստելիս, մնում է մի բան ասել, թե ֆուտբոլիստներից ակնկալել ֆիդայական մոտեցում, անznազողություն եւ իրենց չխնայելու կամք, բայց այսպես զուտ էմոցիաների հաշվին երկար առաջ չես գնա, քեզ կտապալեն մի օր, քեզ արդեն տապալում են։ Ահա տեսնում ենք մի հավաքական, որը աշխարհում 30-րդն էր։ Ահա տեսնում ենք մեկ այլ հավաքական, որը մինչև 90-րդ տեղ իջավ։ Ասենք Կյուրասաուի, Հայիթիի կամ Հոնդուրասի հավաքականները հիմա ավելի բարձր են գտնվում մեզնից։ Ահա տեսնում ենք մի հավաքական, որը առաջատարներով էր օժտված, խարիզմատիկ ֆուտբոլիստներ ուներ։ Ահա տեսնում ենք մեկ այլ հավաքական, որը ոչ դեմք ունի, ոչ տեսակ, ոչ էլ հեռանկար։ Ահա տեսնում ենք մարզիչների, ովքեր հասկանում էին իրենց գործից ու առավելագույնն էին քամում մեզնից։ Ահա տեսնում ենք մեկ այլ մարզիչների, ովքեր ոչինչ չասող դեմքերով գահավիժում են մեզ հետ ամենաներքև։ Ահա տեսնում ենք երկրպագուների իրոք ուրախությամբ լցված։ Ահա տեսնում ենք մեկ այլ երկրպագուների մտամոլոր եւ տխուր աչքերով։ Ու ելի բազում այսպիսի օրինակներ։ Գիտեք, պատահական չէ, երբ ասացի, որ ներկայիս հավաքականը չունի տեսակ։ Այո, չունի։ Կա ընդամենը մեկ խարիզմատիկ լիդեր։ Խոսում եմ Հարոյանից։ Որոշ առումով Արտակ Դաշյանին էլ ընդգրկենք այս ցուցակում, բայց նրանք մենակով չեն կարող շուրջ տալ սարեր։ Լուկասն ու Սպերցյանը ցավոք չունեն նման ստատուս։ Նրանք խաղընկերներին իրենց հետևից տանել չեն կարողանում։ Իսկ ժամանակին տարիներ
տարիներ առաջ, այո, գուցե էլի մեր հավաքականը աշխարհում լավագույններից չէր, բայց տեսակ ուներ, խարիզմա կար։ Հենոյի մոտ չստացվեր, Յուրան կաներ։ Յուրայի մոտ չհաջողվեր, Գևը կկատարեր։ Գևն էլ չկարողանար, Մարկոսը կաներ։ Մարկոսն էլ չաներ, Արասի մոտ կստացվեր։ Արասը չկարողանար, Կարլենը բոլորին կջարդեր։ Բերոզը իրավիճակի թելը իր ձեռքում կպահեր։ Իսկ հիմա նման բան չկա։ Մեր խաղացողները չեն կարողանում ապահովագրել միմյանց։ Հավաքականում каждый сам за себя վիճակ է։ Մեկը մյուսից անջատված եւ օտար մարմին դարձած։ Այս ամենի վերևում էլ դեգրադացվող ֆեդերացիան կանգնած, իր հետ բոլորին ներքև իջեցնող։ Հիմա այնինչ կասեմ, այնինչ կթվարկեմ, եղելություն է դարձել Մելիքբեկյան Նիկողոսյան տանդեմի օրոք։ Հենոն հեռանում է հավաքականից ու այլևս վերադառնալ չի ուզում։ Ազգային ընտրանուց վռնդվում են կարևորագույն ֆուտբոլիստներ, իսկ ֆեդերացիան մատը մատին չի տալիս, որպեսզի շտկի իրավիճակը։ Ամենաթարմ օրինակը Հրանտ Լեոն Ռանոս։ Եղած բաները մասում պարոնայք։ Իհարկե ոչ եմ խոսում օդից։ Մյուսին անստեմ, այդ ինչպես եղավ, որ մեր բոլոր գրեթե առաջատար ակումբները սկսեցին ատել ձեզ։ Անընդհատ խնդիրներ, տարաձայնություններ եւ զերո փոխըմբռնում։ Այդ ինչպես եղավ, որ ձեր որևէ խոստում այդպես էլ կյանքի չկոչվեց, որ ձեր տված խոստումները հավաքենք իրար գլուխ, բազմասերիանոց հերոստանով էլ կդառնա։ Գումարները գալիս են UEFA-ից, բայց արդյունք չենք տեսնում։ Հարց՝ ուր են այդ գումարները։ Ինչերի վրա են դրանք ծախսվել։ Կամ որտեղ են այդ գումարներից բխող նախագծերի ռեալիզացումը։ Ուր են, չկան։ Փոխարենը արդարացումներ։ Կորոնավիրուսից սկսած, ուկրաինական պատերազմով ավարտած։ Սա ուղղակի առաջացնում է ծիծաղ։ Եթե դու քո խոստումները չես կատարում, եղբայր, ուկրաինական պատերազմը ինչ կապ ունի այստեղ։ Աբսուրդին էլ չափ կա։ Այսպես բոլոր ֆրոնտերը վարի տալով եկանք երկրպագուներին հասանք։ Ընդհանրապես երկրպագուական շարժումները Հայաստանում արդեն տարիներ ի վեր մեծ արժեք են կրում իրենց մեջ։ Այս մարդիկ ոչ անձնական շահ ունեն, ոչ էլ կարիերա են անում։ Հավաքականի կողքին են նվիրված, նրա հետ անցնելով բազում դժվարությունների միջով։ Մարդիկ տեսնելով իրավիճակի ծանրությունը, ուզեցին հանդիպել ձեզ հետ։ Որևէ պատասխան չստացան։ Ավելին ասեմ, արհամարական վերաբերմունք տեսան։ Եվ արդյունքում բանը նրան հասավ, որ երկրպագուական շարժումը կարմիր բերետավորների թիրախում հայտնվեց։ Այսա լրիվ նոր երևույթ էր հայկական ֆուտբոլի համար։ Բռնել տալ քո երկրի հավաքականի ֆաներին։ Հետո Հարոյանը ուզենա միջամտի, օգնի տղաներին։ Ասի, որ ես հավաքականի ավակն եմ, խնդրում եմ բաց թողեք նրանց։ Ու կարմիր բերետավորներից որպես ի պատասխան հետևյալը լսի։ Մեջբերում եմ բերետավորի խոսքը, որ հավաքականի ավակն ես։ Ես չեմ հասկանում, մեր մեջ որևէ արժե համակարգ չի մնացել։ Այսինքն կարմիր գծեր այլևս չկան, հա։ Աթոռին կարճած լինելու այն պահպանելու համար կանցնենք ամեն ինչի վրայով։ Մի պահ փորձեք հասկանալ ասածս։ Ֆուտբոլի ֆեդերացիան ձեռնարկում է քայլեր, անում է ամեն ինչ, որ հակառակորդ թիմի երկրպագուները մարզադաշտում ավելի շատ լինեն քանակապես, քան սեփական երկրի ֆաները։ Մի պահ խորացեք ու պատկերացրեք ինչի մասին եմ խոսում։ Երկրի գլխավոր հրապարակը մրցակցի թիմին տրամադրես, իմանալով, որ սա քո երկրպագուների հավաքատեղին է դեռ հնուց եկած։ Եվ այս ամենը այն պարագայում անես, երբ քո ազգային հավաքականը վատ վիճակում է մեղմ ասած, ու աջակցության կարիք ունի։ Փաստորեն ստացվում է, որ դու քո հավաքականի վրա թքած ունես։ Քեզ համար անձնական հետաքրքրություններն ու շահերը ավելի են կարևորված, քան ազգային հավաքականի մրցելույթները։ Եվ սա դուք այն երկրպագուների հանդեպ եք անում, ովքեր ժամանակին ձեզ աջակցում էին ամեն ինչով։ Ընդհանրապես նկատել եք, որ ձեզ հետ որևէ համագործակցություն կառուցել հնարավոր չէ։ Դուք որևէ մեկի հետ հանդիպել չեք ուզում, ցրում եք, շփումների պատրաստ չեք, բանտարկվել եք ձեր սենյակներում ու կտրվել իրականությունից։ Իմիջիայլոց մեկ էլ սքանչելի վիճակագրություն էլ կա։ Ես ասեմ, դուք լսեք ուշադիր։ Թվում եմ հերթով։ Գերմանիա-Հայաստան ընդհանուր 11 հաշիվ, Մակեդոնիա-Հայաստան 5-0 հաշիվ, Ուկրաինա-Հայաստան ընդհանուր 8-0 հաշիվ, Նորվեգիա-Հայաստան 9-0 հաշիվ, Վրաստան-Հայաստան ընդհանուր 9-1 հաշիվ։ Եվ տանը ամոթալի պարտություններ, նախ Կոսովոյի ընտրանուց, ապա արդեն Ֆարերյան կղզիներից։ Ընդհանուր այս խաղերը վերցրած, հավաքականը բաց է թողել 43 գնդակ, խփելով ընդամենը 2-ը։ Այս բոլոր հանդիպումները եղել են Մելիքբեկյանի կառավարության ներքո։ Որևէ այլ ֆեդերացիայի նախագահ չունի նման ցուցանիշ։ Մենք խոշոր հաշվով պարտությունների արքաներն ենք։ Նույնիսկ ամենագաճաճ երկրների հավաքականները, ճակերտների մեջ ասված, չեն փայլում նման հակացուցանիշներով։ Մարդ չգիտի որը ասի, որը թողնի։ Հա հիմա կասեք, բա կանանց ֆուտբոլն ու ֆուտզալը։ Անկեղծ շատ ուրախ ենք դրա համար, բայց դուք դա դարձրել եք դրոշակ։ Ինչ ասենք, կասեք ֆուտզալ ու կանանց ֆուտբոլ։ Հատես քիչ էր մնում մոռանայի, բա երիտասարդական աշխարհի առաջնությունը մի դրոշակ էլ դա է։ Ինչքան եք դուք սիրում զբաղվել պոպուլիզմով։ Պոպուլիզմը եւ դուք դարձել են արդեն հոմանիշներ։ Այո, ձեր օրոքել են եղել որոշակի լոկալ հաջողություններ։ Իդեպ սա ասում եմ մեծ ավանսով։ Օրինակ կապարոսի նշանակումը թեկուզ։ Նորեկների ազգային հավաքական ինտեգրումը, ազգերի լիգայում խումբը հաղթելը։ Չգիտեմ թուրքերի դեմ ոչ ոքին, Կարդիֆյան հաղթանակը, բայց կներեք էլի դա էլ չլիներ։ Դե այդ դեպքում կարելի էր ընդհանրապես փակել հայկական ֆուտբոլը բանալիով ու հետո այդ բանալին կուլ տալ։
Կարճ ասած, պարոնայք, ոչինչ չունեմ ձեր հանդեպ անձնապես, որևէ մեկին վիրավորել չեմ ուզում, բայց տղամարդկություն ունեցեք ու խոստովանեք, որ ձախողվել եք, ու ձախողվել եք բոլոր ֆրոնտերում։ Արժանապատվություն ունեցեք, հեռացեք զբաղեցրած պաշտոններից։ Դրանով հայկական ֆուտբոլին մեծ օգուտ կտաք։ Ձեզ վատով չեն հիշի, ավելին, կասեն դե մարդիկ փորձեցին, չստացվեց հեռացան, այդքան ուժ գտան իրենց մեջ։ Եթե ձեզ համար 1% կարևոր է մեր ֆուտբոլի բարօրությունը, այսքան ֆիասկո ուտելուց հետո պետք է իջնել երկնքից, ասել բավական է, մեզ մոտ չհաջողվեց, մենք գնում ենք, լավ մնացեք, բայց ես գիտեմ, որ հիմա անիմաստ եմ խոսում, դուք դա չեք անի, ավելին դուք նույնիսկ ձեր մոտեցումները չեք փոխի, դուք չեք էլ ընդունի, որ սխալվել եք, ախր չէ որ բոլորը մեղավոր են բացի ձեզնից։ Հիմա շատերը կասեն դու միայն մեղադրում ես ու չես առաջարկում լուծումներ, նախ սկսենք այնտեղից, որ լուծում առաջարկողը ես չեմ, եւ հետո հավատացեք, ավելի լավ լուծում, քան ձեր հրաժարականն է, այս պահին ուղղակի լինել չի կարող։ Էական չէ ով կգա ձեր փոխարեն, կարևորը դու գնաք, ով էլ գա սրանից վատ չի լինելու։ Ստեղծել եք ավերակներ ու չեք ուզում դուրս գալ դրանց տակից։ Այդ ավերակների քարերը շատ ծանր են, չեք վախենում, որ կգցեք ոտքերներիդ։ Չէ, ինչից վախենաք։ Էլի մեկի վրա կբարթեք, կհանեք մեղավոր, կամ կարդարանաք, կտակ հերթական դատարկ խոստումները, հարցը կջրեք կգնա։ Դուք ամենը ռասխոդ անելու մասնագետներ եք։ Եթե իմանայի, որ այսքանից հետո ինչ որ մի բան փոխվելու է, եղեք համոզված, այսքան չէի ասի, որ հարկավոր է հրաժարական տակ։ Իսկ եթե ավելի գլոբալ լուծում որպես, հագիրճ կասեմ այսպես, ֆեդերացիայի նախագահի պաշտոնում մեծ տեխնազու է հարկավոր, հեղինակություն վայելող, պոպուլիզմին եւ ինտրիգներին չտրվող, անհատ ֆուտբոլին մոտիկ կանգնած։ Պետք չէ միանգամից հասկանալ Արաս Օզբիլիս։ Արասը տարբերակներից մեկն է, նա դեռ չի էլ ներկայացրել ծրագիր։ Թող ներկայացնի այդ ժամանակը հասկանանք։ Մեզ պետք է ֆիգուր, ում խոսքը կունենա կշիռ, ում կհաջողվի կառուցողական հարաբերություններ ստեղծել բոլորի հետ։ Այնպիսի մի իկոնա, ում ետևից ենթագիտակցորեն գնալ կուզես, ով կներկայացնի բոլոր ֆինանսական հաշվետվությունները եւ վերջի վերջո իր խոսքի արժեքը կիմանա։ Եթե հավաքականը շարունակելու է գրանցել բացասական արդյունքներ, ուրեմն այդ պահից սկսած նրա կազմում միայն հայ երիտասարդ ֆուտբոլիստներ պետք է հանդես գան։ Տարիքային առավելագույն շեմը 23 ու ոչ մի նատուրալիզացիա։ Եթե գործածում ենք այս մոդելը, որի փորձառությունը ունեն շատ երկրներ, ապա մոտակա 4-5 տարում մոռանում ենք արդյունքի մասին ամբողջապես։ Հիմա էլ արդյունք չկա։ Այս տեսանկյունից բան չի փոխվելու էապես։ Այդ ժամանակ միակ բանը, որ կպահանջենք հավաքականից, նշած ժամանակահատվածում ստեղծել ապագայի թիմ, աճեցնել երիտասարդ խաղացողների, հղկել նրանց եւ օժտել բարձր խաղամակարդակով։ Սա կարվի այն նպատակով, որպեսզի 2030 թվականից հետո ունենանք ֆուտբոլիստներ, գոնե որոշ չափով բարձր կարգ ունեցող, ովքեր վաղը չեմիսօրը ազգային հավաքականի դեմքը կարտացոլեն։ Ամեն դեպքում սրա համար առնվազն 4-5 տարի պետք է զոհաբերես։ Մենք պատրաստ ենք դրան, թե ոչ։ Ծայրահեղ ժամանակները պահանջում են ռադիկալ քայլեր։ Պարզապես սա մատնանշեցի այն մարդկանց համար, ովքեր կասեն դուք միայն մեղադրում եք ու չեք առաջարկում լուծումներ։ Մեր խնդիրներին վերադառնալով, կասեմ ի լրումն որպես, որ դուք փչացրել եք հարաբերությունները բոլորի հետ, ակումբներ, երկրպագուներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, որևէ մեկը չի սիրում ձեզ։ Քանի դուք այդտեղ նստած եք, լինելու է մոտիվացիայի պակաս, որևէ մեկը չի ուզելու իր գործը լավ անի։ Եվ վերջում ուզում եմ ասել ահա թե ինչ, առանձնահատուկ շնորհակալություն Վալազդատ Հարոյան քեզ։ Դու ծանր պահին իսկական ավակի պես հարվածը քո վրա վերցրեցիր, չվախեցար այդ հարվածի ուժգնության բեկորներից ու տղավարի սլաքները քո վրա թեքելով ազատեցիր մյուսներին ծանր հարվածներից։ Ֆեդերացիայի նախագահը պետք է շնորհակալ լինի քեզ, որ դուք իրար կողքի կանգնած ուժ գտարքու մեջ ու պատասխանատվությունը քեզ վրա վերցրեցիր։ Տպավորություններ, որ տեսախցիկների առաջ բերելով քեզ եւ խաղընկերներիդ փորձեցին դարձնել քավության նոխազ։ Ասել է թե տեսեք, ահա նրանք են մեղավորները։ Խնդրեմ եկել խոստովանում են։ Մենք էլ այստեղ մաքուր ենք, բայց հույս ունեմ, որ գոնե այս հարցում սխալվում եմ։ Եվ սա իմ երևակայության արդյունքն է։ Հույս ունեմ նաև, որ մենք դուրս կգանք այս անդունդից։ Դա կանենք բոլորով, իրար ձեռք բռնած, թեկուզ եւ վիրավոր, բայց գլուխներս բարձր։ Ինչպես դասականն է ասում, կամ մենք կհաղթենք բոլորով միասին, կամ կմեռնենք առանձին։ Աստված դիմացավ, մեզ հանձնարարեց։ Լավ եղեք ու ամենայն բարիք ձեզ։